Այսպես, ուրեմն կհանձնեն հողերը ու եկեք մի հատ հասկանանք եռաբլուրը ինչ պետք է անենք այդ դեպքում։ Այդ հազարավոր այդ երիտասարդներ, որ զոհվել են, այդ ինչ որ դա մի սարսափելի բան է։ Հետո խոսում են, ուրեմն նստում են եւ խոսում են ինչ որ տնտեսական աճերից, իսկ ես հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ։ Եվ իմ նման 100 հազարավոր մարդիկ կան։ Այդ ինչ ստից զրույցներ է, ում են ուզում զարմացնեն դրանով։ Եվ վերջով մենք գալիս ենք մի բանի, գիտեք որ, սա ընդունված տարբերակ է, ուրեմն եթե տան մեջ անընդհատ ցնցումներ է, այդ տունը քանդվելու է։ Անկախ նրանից, թե դրա պատերը, հատակը եւ ուրեմն տանիքը ով է տնօրինում, ասենք դրսից շատ ուժեղ կամ հարուստ ինչ-որ մի մեկը։ Միևնույն է, եթե ներսը ցնցումներ կա, այդ տունը քանդվելու է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս պետք է սրտացավ լինենք մեր երկրի համար, որովհետև սա մեր տունն է։ Ինչ, մեզ մնում է բոլորս այստեղ վեկանանք, ձեր տանք են հայերեն ասած ուսուսի տված այդ պարելով թողին գնանք, այդպես չի կարելի։ Եվ մի բան էլ կա, կատարյալ այդ լռությունը, կատարյալ անտարբերությունը եւ կեղծարարությունը, եւ այստեղ ինձ համար մի բացահայտություն է, մեկ անգամ ես ելույթի ժամանակ ասեցի, որ ոչ մի կուսակցության չի կարելի վստահել, որովհետև բոլորն են վաճառված են, ես մինչև հիմա ոչ մի ուրիշ կարծիք չունեմ, համարում եմ այդպես, որովհետև նրանք ոչ մի դիրքորոշում չհայտարարեցին, մենք ոչ մի բան չհասկացանք ոչ մեկից։ Այսինքն մեր կուսակցությունները ոնց որ բանը մորգի արտադրանք լինեն, իրանք մորգի համար են։ Կան, բայց չկան, ասենք, մորգում էլ լիքը դիակներ կա, ինչ տարբերություն։ Ուրեմն եւ բացի դրանից մի հետաքրքիր բան ինձ համար բացահայտում եղավ, որ ոչ միայն կուսակցությունները, այլ մեդիա համակարգը լրատվամիջոցները նույնպես վերից վար լավ կաշառված են, ուրեմն, որովհետեւ երբ ես լսում եմ մեր հայկական հեռուստատեսությունը եւ ռադիոները ինչ են խոսում, ես ասում եմ, մարդիկ կամ ուրիշ մոլորակից են, կամ էլ չեն հասկանում ինչ են խոսում, կամ էլ պարզապես փողը վերցնում են եւ խոսում են։ Ուրիշ ոչ մի նորմալ մարդ ուրիշ հետևություն չի կարող։ Ես չգիտեմ, եթե դուք շատ լավ եք ապրում, եթե դուք գտնում եք, որ կարելի է ստով, կեղծով ամեն ինչ անել, իսկ մենք ունենք սոցիոլոգներ, կեղծարարներ, որ հենց թվեր են ասում, մեկ էլ ասում ես, հա մենք կա, երևի Շվեյցարիան ենք, խաբար չենք, այս տարբերակներով, եթե այդպիսի բաներ են անում, ըստ երևույթին մենք պետք է հասկանանք, որ դա մեզ, ես շուտով անց եմ ասել, որ մենք փակուղի ենք մտել, եւ դա մեզ փակուղուց երբեցե չի հանում։ Մենք կմնանք այդտեղ, իսկ եթե քաղաքացիները ընդվզում են, դուք գիտեք ովքեր են ընդվզում, ովքեր են բողոքում, ում ձայնը ոչ մեկ չի լսում, իսկ ում ձայնը չեն լսում, դա 100 հազարավոր մարդիկ են, որ իշխանավորները չեն ուզում լսել։ Ու մեր մոտ ստացվել է մի այսպիսի բան, մենք ունենք ուրեմն մի պետություն, որտեղ շատ ուրեմն հարուստ մի խավ կա եւ ծայրահեղ աղքատ մի խավ կա։ Ուրեմն դրա արանքում վակուում է։ Ունենք պետություն, որտեղ մի հարուստ օլիգարխիկ ինչ-որ մի վիճակ կա եւ նորից ունենք ամեն ինչից զրկված, ամեն իրավունքից եւ պաշտպանությունից զրկված մի ուրիշ խավ։ Եվ այդ դեպքում ձեզ ինչ է թվում, ինչ պետք է առաջանա, բացի բռնապետությունից ոչ մի բան, այս դեպքում բացի բռնապետությունից ոչինչ չի կարող լինել։ Եվ այստեղ մենք արդեն այստեղ հարց է գալիս, այն ոստիկանները, այդ որ այդ անկարգությունները իբր թե սանձում էին այդ ձևերով, հետո ես իմ աչքով եմ տեսել ինչպես էին ձերբակալում մարդկանց sense, ոնց որ բան էր, չեմ դորս լիներ վհուկների հետևից, այդպես բան, ես չեմ հասկանում դա ինչ է։ Այդ մարդիկ որտեղից են։ Այդ մարդկանց ով է բերել, ով է ծնել, ով է կաթ տվել, ես չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մի զարմանալի բան կա, եթե այդ մարդիկ կարող են սեղանի շուրջը ամպագորգոր հայրենիքի մասին կենացներ ասել, մամաների մասին, հետո էլ հայրենիքի հերնամից էլ մամաներին էլ հայհոյել, ես չգիտեմ, ուրեմն այդ կեղծարարությունը շատ վտանգավոր է եւ մենք եկել ենք մի շատ վտանգավոր փուլի, գիտեք ինչ, եթե մենք այդ կուլտուրան, ես մշակույթ չեմ ուզում ասել, որտեղ մշակույթը դրып չի բացում, կուլտուրայի մասին, մենք պետք է վերածնենք այն կուլտուրան, որ մարդիկ պետք է հասկանան, որ մենք պարտադիր չի, որ ինչ-որ մեկից կախված լինենք, որ այսպես չէ, որ այս մարդը չկա, ոնց պետք է անենք, այս երկիրը չկա, ոնց պետք է անենք, մենք պետք է ձեռք բերենք այն կուլտուրան, որ հասկանանք, որ մենք կարող ենք լինել մեր գլխի, մեր երկրի տերը ու ավելի լավ կլինենք